Մեր ԱԳՆ-ն արտաքին գործերի նախարարությունը ինքի ուղղակի գործիք է դարել։ Իրան ինչ ասում են, ոնց ասում են շնչի, սենց է շնչում։ Ինքը միշտ էլ այդպես է եղել, բայց արտաքին գործերի նախարարությունը պիտի ղեկավարներին ասի, որ չէ, սենց չի։ Եթե սենց այս ճանապարհով են գնում, եթե դրանք սուսպուս նստած են, եթե իսկական հայ են, բայց դու գիտեք, դիվանագետներ չեն աշխատում, դրանք ծառայում են, դա ծառայությունն է։ Եթե դրանք մեր անուն հայրենիքի համար են ծառայում, ու նայում են, որ այս կառավարությունը ամեն ինչ անում է, որ Հայաստանը թուլանում է, բայց մինիմում մտածեք, որ ամերիկացիք եղել են, մենք միանգամից ուժեղացրենք։ Հələ պարզ չի ինչ արնելու։ Ստեղ այստեղ Եվրոպան էլ կա, Ռուսաստանն էլ կա, Չինաստանն էլ կա, Հնդկաստանն էլ կա, Պարսկաստանն էլ կա։ Այսպես ուրախ բան չասենք։ Ուղղակի, եթե մեր դիվանագետները տենում են իրաց աչքի դեմ, սենց պրոցեսները գնում, ու դրանք ոչ մի բան ի վիճակի չեն փոխել, то ռաժարական, տա մասսայական, ոչ թե նստեն աթոռներին, գնան աշխատավարձը ստանեն, այսպես ես գիտեմ ինչ են ասելու, ասում են գնան տաքսի քշենք, հա գնացեք տաքսի քշեք, բայց հետո մեր նմաններ որ կգան, մենք ձեզ կկանչենք համապատասխան տեղ ու հարցերի կտանք, ուր եք եղել, ինչու չեք զգուշացրել, ինչու չեք պայքարել։ Ավելացավ անվտանգությունը Հայաստանի ԱՄՆ փոխնախագահի աննախադեպ այցով Հայաստան, թե ոչ։ Ավելացավ, վտանգներ են ավելացել։ Ավելի ընդհարցակել է կարել է։ Հիմա ավելի վտանգավոր կամ եղել է միջև։ Ինչու։ Ինչու, որովհետև այս ծրագիրը միայն բավարար է ատոմակայանի հետ կապված, որ մեր անվտանգությունը իջացնեն մաքսիմալ դերքով։ Այսինքն ատոմակայանի դժբախտ պատահարի պայթունի հետևանքով, բայց այս պահին մենք սովորենք, որ անվտանգությունը ավելի շատ սահմանների և ռազմական գործողությունների անվտանգության մասին են խոսում, դուք ճիշտ եք, որ ավելի ընդհանուր եք վերցնում, բայց եկեք առանձնացնենք այդ երկու բոլոկ, պատերազմի հավանականությունը քչացավ, թե նույնն է մնում, թե ավելացավ։ Մենք մի բան պիտի հասկանանք, Տրամպը միշտ չի լինելու նախագահ։ Ես համոզված չեմ, որ մինչև վերջի մնալու է, այդ առաջինը։ Լավ։ Այդ առաջինը։ Այո, այնտեղ կան ինչ-որ պրոցեսներ։ Շատ լուրջ պրոցեսներ կա, մենք ուսումնասիրում ենք, կապեր ունենք, խոսում ենք, շփվում ենք։ Ուրեմն, բայց ես մի հատ բան վստահաբար կասեմ։ Տրամպը որ գնում է, կամ ճանապարհում են իրան, նույն վարկյանը հարաբերությունը նոր ադմինիստրացիայի հետ Հայաստան եւ Ադրբեջան ավելի վատանալու է։ Մի անգամ նույն վարկյան։ Ինչու։ Որովհետեւ չէ որ Բայդենի հետ, ասենք Բայդենի Բայդենի թիմի մասին մոռացեք, դրանք չեն գալու։ Ուրիշներ են գալու։ Հանրապետականներ, թե դեմոկրատներ են գալու։ Եթե դեմոկրատներ, ապա դեմոկրատների հետ տրադիցիոն Հայաստանի կապերը լավ։ Չէ, ստեղ այդ բանը չի աշխատելու։ Ինչու։ Աշխատելու է դուք Տրամպի հետ եք եղել, ձեր աչքի առաջ մեր մասին ավելի վատ բաներ են խոսացել, քանի որ դուք տրադիցիոնալ մեր հետ միշտ եղել եք, աշխատել եք, ավելի լավ կամ հանրապետականների հետ, գոնե մի անգամ էլ չեք ասել, ինչ որ մեզ պաշտպանեք, խոսքը օրինակ։ Հա, լավ, այդ բանը բացի դրանից, Տրամպը ահագին վնասներ է բերել միացյալ նահանգների համար։ Ահագին։ Իրան այդ ֆոնդային ինդեքսները կորցրել են $1 տրիլիոնից ավել դոլար։ Գները ինչ որ ասում է իջնում է հեքիաթները։ Նիվադայից են ուղարկել են հենց բենզոզապրավկից գները։ Տեսեք, Չէ, մի վարքյան։ Պողոսյան, դուք ինքներդ քաղաքական գործիչ եք եւ լավ գիտեք, որ քաղաքականությունը ձեզ չի ուրեմն նայում ձեր նախասիրություններին։ Այս բանին եթե Տրամպն է նախագահ, պիտի աշխատեն Տրամպի հետ։ Մի վարքյան։ Թե դուք առաջարկում եք բոյկոտել Տրամպի հետ։ Չէ, ես չեմ ասում բայկոտել։ Ես կողմնակից եմ բայկոտել, նախարար մենք այսքանելի ուժ չունենք, որ բայկոտենք միացյալ նահանգներին։ Բայց ես ուղղակի ուրիշ բան եմ ասում, ինչ որ Տրամպը ստեղծեց,
մի տարվա մեջ 2-3 ինչքան անցնել է, չգիտեմ։ Դրանք ջարդ փուշուրն անելու լրիվ քարից կար չի մնալու։ Այո, ես ծանոթ եմ այդ տեսակետին, այդ մասին խոսում են ամերիկյան քաղաքական գործիչներ։ Նույն մարդիկ, որ հիմա գտնվում են իշխանությունը միացյալ նահանգներում, ասում են նոր աշխատակազմը որ կա, կգան իշխանությունը, ասում եմ նույն վարկյան ամեն ինչ փոխվելու է միանգամից։ Հարաբերությունները էլ իրաց ինչ որ եղածը չեղածը ջարդելու են միանգամից։ Հասկանում եմ, բայց այն ժամանակ իրենք խոսում են համայնքներում Տրիպը չի մնալու։ Ահա, լավ, ասեք։ Տրիպը չի մնալու, այս ճանապարհը։ Այդ առաջինը։ Իրանց պետք չի էսկանը։ Նախ եւ առաջ։ Իրանց պետք չի։ Դե մենք բան պիտի հասկանանք։ Հիմա այսքան մենք ուշադրություն ենք դարձնում Տրամպը ինչ անում, ինչ են առաջարկում, ինչ են ստորագրում, բա մենք պիտի մի քիչ զգուշ լինենք։ Դե դեռևս քաղաքականությունը եւ բայց մենք պիտի նայեք, այս երկրորդ անգամ Տրամպը չի ընտրվելու։ Նոյեմբերում կոնգրեսում տեղի կորցնելու են դրանք հանրապետականներ։ Դեբեյտ է գնում։ Հիմա մենք մի քիչ պիտի զգուշ լինենք, չվրազենք, ամեն ինչ ստորագրենք, գնանք։ Հետևանքներ կարող է շատ լավ լինեն, հասկանում եք։ Զգուշ, մանավանդ այս ատոմակայանների հետ կապված հիմա խոստացել եք, հիմա չգիտեք ոնց պիտի տակից դուրս գաք, ժամանակը այսքան ձգեք, մինչև Տրամպը չգնա։ Այսինքն ձեր առաջարկությունն է մեր իշխանություններին եւ դիվանագիտական կորպուսին շատ ավելի զգուշ լինել Տրամպի առաջարկած տարբեր խնդիրների շուրջ, որոնք կարող են նաև ծանրություն դառնալ Հայաստանում։ Ես հույս ունեմ, որ ու համոզված եմ, այս իշխանությունը Հայաստանում այսքան երկար չեն մնալու։ Այդ առաջինը, իսկ մնացածը կանենք երբ այդ ամեն ինչ կփոխվի։ Հիմա հնարավոր չի, հիմա նորմալ մարդ չի կարա Վենսի հետ այս արտեմակայանը բաները ստորագրի։ Ատեսեն նորմալա ողջունում եմ, բայց դա բան չի համար։ Ხო, եղանակը չի փոխվում։ Մեր Ադրբեջանի բանասին։ Դրա համար ես ասում եմ, ես ողջունում եմ, որ մոտենում ենք, ինչ որ հարցեր ենք, բայց ես ասում եմ, ինչ որ ես տենում եմ Միացյալ Նահանգներ ոնց մեր հետ աշխատում ու ադրբեջանցիների հետ, ես ասում եմ սենց, իրանց համար մեկն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանն է։ Դա պարզ երևում է։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, հետաքրքիր զրույցի համար։ Ասելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտում ենք, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքական գործիչ Վլադիմիր Պողոսյանի հետ։